Շատ է ուստի այդ անվտանգությունը ապահովելու պարտականությունը ոստիկանությունը իր թող հենց այս պահին էլ կատարի։ Եթե դուք չեք կատարում, մենք անձամբ կարող ենք կատարել այդ անվտանգության միջոցառումը։ Մեկ, երկրորդը, այստեղ մեր հավաքվելու նպատակը բարձելն է, թե ովքեր են այն ոստիկանները, ովքեր Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն։ Մենք տեսնում ենք, որ այս 5 օրվա ընթացքում քննչական կոմիտեին չի հաջողվել բարձել ովքեր են այդ 5 ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ գործադրել են բռնություն։ Ինչու ենք այդպիսի կարծիքի, որովհետև համոզված ենք, որ եթե այդ անձանց տվյալները բաց լինեին, այս պայդրությամբ այդ անձիկ պետք է առնվազն ձերբակալված լինեին, կամ մենք այդ վերաբերյալ պետք է ունենայինք տվյալներ։ Մինչ այս պահ մենք բարձել ենք ընդամենը 2 ոստիկանի տվյալ, այն էլ մեր նախաձեռնությամբ, այսինքն քննչական կոմիտեն մինչև հիմա չգիտի, թե ովքեր են այս ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի ենթարկել են բռնության։ Երկրորդ, ուզում ենք քննչական կոմիտեից իմանալ եւ հասկանալ, ինչու մինչև հիմա լավ, պայմանական բարձել եք ոստիկանների տվյալներ, ինչու են մինչև հիմա այդ ոստիկանները ազատության մեջ, ինչու եք ցուցաբերում խտրական նախաքննություն, եթե մեկ այլ գործ լիներ, հիմա հրապարակային շատ գործեր կա, որի վերաբերյալ բոլորդ ունեք տեղեկություններ, հիմա եւ խուզարկված կլինեի մարդիկ, եւ բերման ենթարկված, եւ ձերբակալված, եւ կալանավորված, բայց որ Արցախցի երիտասարդին, ծնողազուրկ, չգիտեմ, ծնողը զոհված, եղբայրը զոհված քաղաքացուն, ոստիկանությունում 6 ոստիկաններ ենթարկում են բռնության, նրա հասցեին եւ ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնում, նրա վրա թքում եւ մազեր է պոկում, ապա ոստիկանների ձերբակալման մասին միթե խոսելն այդ պայմաններում ավելորդ է։ Մենք պահանջում ենք հստակ պարզաբանել, ինչու միջև հիմա ոստիկանները ձերբակալված չեն, ինչու միջև հիմա մարդկանց մեղադրանք առաջադրված չէ, եւ ինչու նրանց պաշտոնավարումը միջև հիմա կասեցված չէ։ Պարզաբանում ենք պահանջում ենք զուտ իրավաբանական պարզաբանում։ Թող քննչական կոմիտեի որևէ ներկայացուցիչ, թեկուզ վարույթն իրականացնող քննիչը պարզաբանի ինչու միջև հիմա ձերբակալված չէ։ Ես որպես փաստաբան պատրաստ եմ նրա հետ մտնել իրավաբանական բանավեճի մեջ եւ բացատրել, որ արկա են հստակ իրավական հիմքեր մարդուն ձերբակալելու համար։ Հիմա Տիգրանը գտնվում է այստեղ։ Երևի բոլոր լրագրողները արդեն խոսացել են Տիգրանի հետ եւ երևի բոլոր այստեղ ներկաները համոզված եմ, որ Տիգրանը դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Հիմա ես հարց եմ ուզում հնչեցնել ամբողջ այս հավաքվածներին։ Արդյոք մենք համաձայն ենք, որ թվով 6 ոստիկաններ, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ գործադրել են նման վերաբերմունք լինեն ազատության մեջ։ Այո, թե ոչ։ Մենք համաձայն ենք, որ նման ոստիկանները շարունակեն պաշտոնավարել եւ այս պայդրությամբ նրանց պաշտոնավարումը կասեցված չլինի։ Մենք գոհ ենք քննչական կոմիտեի կողմից դրսևորված վերաբերմունքից կամ նրանց կողմից միջ այսպահ ցուցաբերված նախաքննությունից։ Հիմա քննչական կոմիտեն արդեն իմացավ մեր հարցերը, այս պայդրությամբ եկեք սպասենք, թե նա քննչական կոմիտեից ով է արձագանքում, ով է պատրաստում այս ոչերի պատասխանը տալ, ով է պատրաստում մարդկանց տեղավորցնել, որ բարվում է պաշտաշ նախաքննություն, որից հետո արդեն կհասկանանք մեր անելիքները, եթե որևէ մեկը մեր հետ խոսել չի պատրաստում, ուրեմն մենք կձեռնարկենք այլ քայլեր։ Հիմա քննչական կոմիտեի ի պաշտոնե հանդես եկող անձանց խնդրում ենք որևէ մեկին դուրս գալ եւ հանրության առջեւ, հենց լրագրողների առջեւ բացաբանել ովքեր են, նախ ովքեր են ոստիկանները, երկրորդ ինչու ոստիկանները միջև հիմա ձերբակալված չեն, ինչու որևէ մեկի միջ այս մեղադրանք առաջադրված չէ եւ ինչու է քննչական կոմիտեն կարծես քնած տեղից զարթնում, այսինքն այսպես պասիվ նախաքննություն վարում։ Այսքանը շնորհակալություն։ Բոլորին շնորհակալություն ներկայանալու համար։ Միգուցե չէ լսել, քննչական կոմիտեի հարգելի ներկայացուցիչներ, մենք անկրկնալում ենք որևէ մեկի պաշտոնի ներկայությունը հանրության հարցերին բացաբանում տալու նպատակով։ Պարզ չի ովքեր են այս ոստիկանները, հասկան չեն պարզել ովքեր են այս ոստիկանները։ Այդ էլ ովքեր ես եմ պարզել, դա քննչական կոմիտեի մեջ պարզել։ Բոլոր լրագրողների հարցերի պատասխան Տիգրան Ուլուբաբյանը նշել է, որ ոստիկանության ծառայողները կարծել են, որ Տիգրանը Տիգրանը միայնակ է։ Հիմա բոլորս եկեք Տիգրանին նախ ասենք, որ ինքը միայնակ չէ։ Տիգրանը միայնակ է։
Հիմա Տիգրանը իր խոսքը ևս ունի ասելու, ինքը ցանկանում է բոլորի շնորհակալություն հայտնել, խնդրում եմ աջակցել Տիգրանին եւ անկախ եղանակային պայմաններից մնաց այնքան ժամանակ, մինչեւ քննչական կոմիտեից պաշտոնական պարզաբանումներ չստանանք եւ Տիգրանը բավարարված այստեղից դուրս չգնա։